Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո, մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Նախագահ ֆոն դեր Լայենի եւ վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը 2 շաբաթ անց Եմեն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի եւ նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Ուժեղ Հայաստան դաշինքները, Բարգավաճ Հայաստան միասնության թևեր, ԴՕԿ հանուն հանրապետության կուսակցությունները դիմումներ են ներկայացրել սահմանադրական դատարան, խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով։ Ուժեղ Հայաստանի համակիրը այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում Հայաստանի տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ եւ թռչուններ, նպատակ ունենալով այդ կերպ ներազդել նրանց ընտրական վարքագծի վրա։ Հակակոռուպցիոն կոմիտեի նոր ձայնագրությունը։ Չնայած որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր եւ չէր մասնակցել 8-րդ գումարման վերջին նստաշրջանի աշխատանքին, սակայն խորհրդարանական ճեպազրույցներին այնուամենայնիվ Հայաստան դաշինքը որոշել էր ներկայացուցիչ ուղարկել։ Քրիստինե Վարդանյանը նշել էր, որ ինչպես ճիշտ են համարում, այդպես էլ շարժվում են։ Պետեկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը շարունակում է ընդլայնել կրթական ծրագրերի շրջանակը, ապահովելով նոր թեմաների ավելի լայն հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում։ Նոր օդանավեր, խոշոր ներդրումներ եւ ավիացիոն ենթակառուցվածքների զարգացում։ Fly One Armenian ներկայացրել է իր ընդլայնված նավատորմը եւ պաշտոնապես ազդարարել Steel Technics տեխնիկական սպասարկման կենտրոնի բացումը։ Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Նախագահ ֆոն դեր Լայենի եւ վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը 2 շաբաթ անց Եմեն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի եւ նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Եմեն ներկայացուցչությունը։ Այս ֆինանսական աջակցությունը նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղված առևտրի դյուրացման եւ համերաշխության միջոցառումներ։ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի տեխնացու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն դաշինքի падգամավորի տեխնացու Ասատուր Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը ու 3 միլիոն դրամի չափով գրավը։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Падգամավորի տեխնացուները մեղադրվում են խմբով ընտրակաշարք տալու համար, հաստատել են կոմիտեից։ Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԿՀ-ն բավարարել է Հայաստան կուսակցությունների դաշինքից Ասատուր Քոչարյանի եւ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու դատախազի միջնորդությունները։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԿՀ-ի կողմից ընդունված որոշումը։ Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելության հարցը։ Այս մասին տեղեկանում ենք սահմանադրական դատարանից, նշելով, որ սահմանադրական դատարանը պարտավոր է քննել եւ որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ սահմանադրական դատարանը դիմումներ է մուտքագրել նաեւ Բարգավաճ Հայաստան միասնության թևեր, ԴՕԿ հանուն հանրապետության կուսակցությունները, Հայաստան դաշինքը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ բացահայտվել են ավելի քան 100 ընտրակաշարք տալու եւ ստանալու դեպքեր։ Ըստ նախաքննության ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Աշոտ Եղիազարյանը մի խումբ անձանց հետ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողների տվել է 100,000-ից մինչև 500,000 դրամի չափով ընտրակաշարք դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։ Եղիազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ընտրակաշարք տալու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը։ Ուժեղ Հայաստանի համակիրը այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում Հայաստանի տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ եւ թռչուններ։ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել։
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացրած միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրն այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ եւ թռչուններ։ Միևնույն ժամանակ նշված աջակցությունը տրամադրելուց առաջ ճշտվել են ընտանիքների չափահաս անդամների վերաբերյալ տվյալները եւ օգնության տրամադրումը փաստացի պայմանավորվել է տվյալ ընտանիքներում պոտենցիալ ընտրողների առկայությամբ, նպատակ ունենալով այդ կերպ ներազդել նրանց ընտրական վարքագծի վրա։ Ես գրասենյակն եմ, երբ ես ուզում գար։ Չէ, մեզնից աշտարակ մարդ չկա, մեզանց, եթե մեզնից ես հարցնում, մեզնից։ Չէ, մեզնից չեն տանուց, մեզ մից։ Դե կա շտաբ։ Կա, ոչ չկա։ Այսօր բդերտան բան, պասպորտ սեղան Քրիստինեի Անահիտի անունն հին դի բանը, թալ ցուցակի մեջ չկա, բդերտա պասպորտ սեղան հարցում ինչի համար։ Ես կոմպյուտերով նայեցինք, Տաշի Սամոյի այնտեղ բան կար, կոմպյուտերով հadoop ոնց բան, նայեցինք, ասեց ոնց չկա, չկդան։ Հիմա ես պասպորտ սեղան։ Ոչ մասոր մենք ասում ենք այդ երկու շտաբ մենք արտանոց։ Հոպա երկու շտաբ մի ասեք, հոպա Տալինի շտաբն հələ չպատվի, հոպա ոնց օգնենք, եթե չպատվի։ Մոքջան հիմա այդ սա մոռացանք իմ ասածը լսի։ Դե հարևանը 700,000-ով ասացիք ծախման լավ կովա։ Այդ 600-ով կտա։ Չի ասում չէ, այդ քանով ասում։ Դուք մտածում եք որ ես դες խափում եմ երևի այս բաները։ Վայ, այդ իվակի գիտի որ բարերա դա այդ թիվա կրակը գիտի, մենք այդպես դեբիլ չենք։ Ով է 700,000-ով կովա պետք է կակ մինիմում անգլերենով խոսա։ Եվ մի բան ասեմ ազիզ, դե մի պարտիա հավեկտվել է շնորհակալություն։ Ոչինչ, նորմալ է, մի քիչ ատան հավեր չէին, չգիտեմ։ Դե հիմա ես ատացնեմ, չգիտեմ ինչ անեմ։ Կարակ տրամադրեք մեզ այդ հավերը ես։ Դե սպասեք ասեմ, դուք այդ վաղ օշական եք ստացել եք օգնություն։ Չէ։ Չեք ստացել, քանի հոգի եք դուք տանը։ 5 հոգի ենք, 5։ Դե ին WhatsApp-ին գրեք, ձեզ հասցեն։ Լսել ենք որ տարոնիկում ինչ որ բարեկամ ունենք, լսել ենք որ այդ տարոնիկում հավ, մեկ էլ խոս բան եք ինչ որ տենց բաներ եք նվիրում։ Հա, ճիշտ եք լսել։ Հա, ուրեմն մենք գրիպայտով ենք ապրում։ Լավ, քանի հոգի եք տանը։ 6 հոգի ենք։ Ես անչափահաս։ Հա, 2 անչափահաս, 2-ն էլ չափահաս։ Դե ին WhatsApp-ին այդ ինչ որ հարցրեցի, այդ նույն տվյալները ուղարկեք։ Էրիկն է, գրիբայը դորի։ Ով է։ Էրիկը, գրիբայը դորեկար, կովի համասոսակ։ Դիմացը, այդ գոմը մոմը սարքել եմ։ Տավը տանեմ, հիմա կդատեն, ես չեմ կարող էլի։ Պետք է սպասես մի ամիս կտևի էլի։ Հալը խավորի մաս։ Նա չի կարելի էլի օգնել։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ վարութային գործողություններ, ներգրավված անձանց շրջանակը եւ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Չնայած որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր եւ չէր մասնակցել 8-րդ գումարման վերջին նստաշրջանի աշխատանքներին, սակայն խորհրդարանական ճեպազրույցներին այնուամենայնիվ Հայաստան դաշինքը որոշել էր ներկայացուցիչ ուղարկել։ Քրիստինե Վարդանյանը լրագրողի հարցինի պատասխան նշել էր, որ դա իրենց ուժի որոշելու խնդիրն է, ինչպես ճիշտ են գտնում, այդպես էլ շարժվում են։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը անդրադարձ կատարեց Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի օրերս տված հարցազրույցի որոշ դրվագների։ Պատգամավորի կարծիքով Կարապետյանը հերթական անգամ հարցազրույցի ընթացքում ձախողվեց չկարողանալով հստակ շարադրել իր մտքերը, իսկ իրենց ընտրած քաղաքացիներին Կարապետյանը պիտակավորել է, նրանց անվանելով գլխաքանակ։ Պատգամավորի կարծիքով նման արտահայտվելաձևը ցույց է տալիս, թե ինչպես է այդ ուժը վերաբերում իր համակիրներին, որոնց որոշ մասին ընտրակաշառք է բաժանել։ Եթե մարդիկ գնացել են փող են բաժանել, այդ եղանակով են մեծամասամբ իրենց քվեները ստացել, մանդատագողությամբ են զբաղվել փող բաժանելով, փորձել են Հայաստանի Հանրապետությունը վաճառել իրենց տերերին, ել ինչպես պետքա խոսա ինքը իր ընտրողների մասին։ Ու այդքանից հետո էլ մտածում եմ, որ ինչ որ մարդ պետքա դուրս գա, ուրեմն կանգնի իր կողքը, ինչի կողքը պետքա կանգնի մարդը, ես ուզում եմ հասկանամ։ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ ներքաշելու օրակարգի կողքը պետք է կանգնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
կարծում եմ, որ նրանք որևէ ներուժ չունեն, բովանդակության մասին խոսել էլ չենք կարող։ Արթուր Հովհաննիսյանը նաև նշեց, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը քաղաքականապես ջախջախվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից, չստանալով իշխանություն ձևավորելու մեծամասնություն եւ շարունակելու են ջախջախվել խորհրդարան մուտք գործելուց հետո։ ԿՊ ներկայացուցչի կարծիքով հավաքական ընդդիմությունը հանրության կողմից չունի այն վստահությունն ու աջակցությունը, որ կարողանա փողոցային պայքար նախաձեռնել։ ԿՊ մեկ այլ падգամավոր Ալխազ Ղազարյանն էլ պնդեց, որ հունիսի 7-ին Հայաստանը փրկվեց իշխանազավթումից եւ ինքնիշխանության կորստից Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճիշտ կողմնորոշման շնորհիվ, որը չցանկացավ իր երկիրն ապագայում տեսնել ծայրագավառի կարգավիճակում։ Մենք շնորհավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նման արդյունք գրանցելու համար եւ իշխանությունը պահելու համար, որովհետեւ հաշվի առնելով այն ամբողջ գործընթացը, որ իրականացվեց այս ընտրությունների ընթացքում, կարելի է ասել Հայաստանի Հանրապետության քաղաքացին պաշտպանեց պետականությունը, պաշտպանեց անկախությունը։ Ընդդիմությունը խոսում է այն մասին, թե իբրև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ իր առաջնորդը գոհ չեն արձանագրված արդյունքներից եւ հնարավոր է նոր ընտրություններ տեղի ունենան, մասնավորապես Սահմանադրական դատարանի որոշումներից հետո։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները հերքեցին նման խոսակցությունները, ընդգծելով, որ իրենք շնորհակալ են իրենց ընտրած 728,000 քաղաքացուց վստահության եւ կրկին իշխանություն ձևավորելու մանդատով օժտելու համար։ Սակայն ընդգծեցին, որ դժգոհ են ընդդիմադիր ուժերի կողմից ընտրակաշառքի մեխանիզմ կիրառելու եւ այդ միջոցով մանդատագողության համար, որի հետ կապված էլ հանդես են եկել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։ Պատգամավորներով նաեւ ընտրակաշառքի դեմ պատժամիջոցների ավելացում, նաև ինչպես գիտեք, էլի պատգամավորական նախաձեռնությամբ մենք ունենք նոր նախագիծ, որի մասին ամենաշատը խոսվեց, որ պետք է ընտրելու իրավունք տրվի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց հիմնական շահը Հայաստանի Հանրապետությունում է, այսինքն ունեն ռեզիդենտության ցենզ վերջին 1 տարում Հայաստանի Հանրապետությունում բնակվելով։ Անկախ նրանից, որ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքացիական պայմանագիրը չի ստացել Սահմանադրական մեծամասնություն, դա չի խանգարելու, որ իշխող ուժը առաջ շարժվի իր օրակարգով, մասնավորապես Սահմանադրական հանրաքվե անցկացնի, ասաց Արթուր Հովհաննիսյանը, հավելելով, թե որոշակի դժվարություններ առաջացել են, այնուամենայնիվ ԿՊ-ն չի շեղվելու իր որդեգրած ուղուց։ Մեր օրակարգում է եղել նոր սահմանադրությունը դեռևս 2019 թվականից, եւ մենք չենք շեղվելու մեր օրակարգից եւ գտնելու ենք դրա համար իրավական լուծումներ։ Ես վստահեցնում եմ, որ կան դրա համար եւ իրավական եւ նաեւ քաղաքական լուծումներ, որոնք ավելի տեսանելի կլինեն, երբ որ նոր ազգային ժողովը կձևավորվի։ Ազգային ժողովի 8-րդ գումարման վերջին 11-րդ նստաշրջանի նիստերից բացակայած ընդդիմադիրներն ի դեպ չէին զլացել մասնակցել խորհրդարանական ճեպազրույցներին։ Մասնավորապես Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Կրիստինե Վարդանյանը ընդդիմության եւ մասնավորապես իրենց խմբակցության բացակայությունը վերջին քառօրյային հետևյալ կերպ մեկնաբանեց։ Դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք որդեգրել։ Ուզում ենք մասնակցել, չենք ուզում մասնակցել, ուզում ենք այդ պահին Նիկոլ Փաշինյանին անսահման հարթակ տալ խոսելու, թե չենք ուզում տալ։ Հայաստան դաշինքի падգամավորը հաստատեց, առաջիկայում պատրաստվում են գործակցել ընդդիմադիր այլ ուժերի, մասնավորապես Սամվել Կարապետյանի կուսակցության հետ, սակայն չմանրամասնեց ինչ ձևաչափով եւ ինչ որոշումներով։ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբեն Հակոբյանի գործից։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուբեն Հակոբյանը տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու եւ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ։ Այս մասին տեղեկացել ենք քննչական կոմիտեից։ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հոդվածով։ Հակոբյանը, ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալված է։ Պետեկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը շարունակում է ընդլայնել կրթական ծրագրերի շրջանակը, ապահովելով նոր թեմաների ավելի լայն հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում։
Օրերս պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի մաքսային եւ հարկային ոլորտներում հմտությունների զարգացման հասանելիություն էլեկտրոնային ուսուցման միջոցով ծրագիրը, որն ուղղված է ՊԵԿ ուսումնական կենտրոնի մաքսային եւ հարկային ուղղություններով հավաստագրված նոր կրթական ծրագրերի թվայնացմանը։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաեւ մշակել եւ ներդնել նոր կրթական մոդուլներ, տվյալագիտություն, թվային գործիքների կիրառման եւ առաջնորդության հմտությունների զարգացման ուղղություններով։ Հարկաուսուցման ձևաչափից դեպի թվային լուծումների անցումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության մարզերում ապահովելու ոլորտների նկատմամբ հետաքրքրություն ունեցող թիրախային խմբերի համար մասնագիտական հմտությունների զարգացման առավել լայն եւ ներառական հասանելիություն, նպաստելով որակյալ մասնագիտական ներուժի ձևավորմանը։ Պաշտոնական գործարկմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, գործընկեր եւ ոլորտային փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամրազյանի խոսքով ծրագրի իրականացումը ապահովում է ոչ այնքան թվային հարթակի ստեղծում, որքան միջոց գիտելիքի տարածման հարցում։ Ըստ նրա պետական եկամուտների կոմիտեի համար մարդկային կապիտալի զարգացումը ռազմավարական մոտեցում է, որով առաջնորդվում է կառույցը։ Այս ծրագիրը հատկապես կարևոր է երկու հիմնական գործոնով պայմանավորված։ Առաջինը հավասար հնարավորություններ, այսինքն մենք վերացնելու ենք աշխարհագրական խոչընդոտները, այսուհետ մաքսային եւ լոգիստիկ ոլորտի մեր մասնագետները անկախ նրանից թե Հայաստանի որ համայնքում են աշխատում, կստանան որակյալ կրթության հավասար հասանելիություն։ Եվ երկրորդը արդիականությունն է միջազգային առևտրի եւ լոգիստիկայի արագ փոփոխվող միջավայրում պահանջվում են նոր հմտություններ, տվյալագիտություն, թվային գործիքների կիրառում եւ առաջնորդություն։ Էլեկտրոնային ուսուցումը մեզ թույլ կտա արագ արձագանքել այս մարտահրավերներին եւ պահպանել մեր մասնագետների մրցունակությունը։ Միջոցառմանը ներկա վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի գենդերային եւ տնտեսական ներառման բաժնի տնտեսական վերլուծաբան Դագմար Աչվալովսկան ողջունելով ներկաներին ընդգծեց վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը հպարտ է, որ երկար տարիներ Հայաստանի վստահելի գործընկերն է։ Մենք աջակցում ենք պետական եկամուտների կոմիտեին թե մաքսային եւ լոգիստիկ կենտրոնում իրականացվող մեր ներդրման, թե այսօր մեկնարկող տեխնիկական գործակցության ծրագրի միջոցով։ Այսօր մեկնարկող նախաձեռնության շրջանակում կթվայնացվեն մաքսային ոլորտի հավաստագրված վերապատրաստման ծրագրերը եւ դրանք հասանելի կդառնան Հայաստանի ամբողջ տարածքում։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի մեկ այլ պաշտոնյա Վեյ Բայգուն, որը հանդիսանում է Թայվանի ներկայացուցիչը Մոսկվայում, իր խոսքում նույնպես բարձր գնահատեց ուսուցողական ծրագրերի անցկացումը, ընդգծելով դրա կարևորությունը գործակցության արդյունավետության տեսանկյունից։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Երևանում եւ մասնակցել այս ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ Մենք ապրում ենք առաջատար տեխնոլոգիաներով պայմանավորված ժամանակաշրջանում։ Վերջին տարիներին Հայաստանի արձանագրած առաջընթացը տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտներում իսկապես տպավորիչ է։ Մեզ համար մեծ ուրախություն է տեսնել, որ պետական եկամուտների կոմիտեն մաքսային վարչարարությունում ներդնում է թվային տեխնոլոգիաներ։ Հետաքրքիր է, որ Թայվանն ու Հայաստանը մաքսային կառավարման ոլորտում ունեն նմանատիպ տեսլական։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղությունները, նախատեսող գործողություններն ու ակնկալվող արդյունքները։ Այնուհետև տեղի ունեցել քննարկում էլեկտրոնային ուսուցման եւ թվային գործիքների դերի ու ազդեցության վերաբերյալ։ Շարունակում ենք թողարկումը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են։ Ռուսական հարվածներից Օդեսայում 1 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել։ Դնեպրոպետրովսկում զոհվել է 8-ամյա երեխա, Սումիում կա 2 զոհ, Խարկովում եւ Խերսոնում կան 10-ից ավելի վիրավորներ։ Մոսկվայի քաղաքապետն էլ հայտնել է մայրաքաղաքի երկնքում 6 անօդաչու խոցելու մասին։ Ուկրաինական կողմը նաեւ հայտնել է, որ Սևծովում ռուսական ԱԹՍ-ների հարվածներից զոհվել է Պանամայի դրոշով նավարկող քաղաքացիական նավի անձնակազմի անդամներից մեկը, եւս 2-ը վիրավորվել է։ Հարձակման է ենթարկվել նաեւ Սենտ Քիթս եւ Նևիսիի դրոշով նավարկող նավը, 3 մարդ վիրավորվել է։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։
Միացյալ Նահանգների զինված ուժերը վերացրել են Իրանի նավահանգիստներ եւ ափամերձ տարածքներ մտնող եւ դուրս եկող ամբողջ ծովային երթևեկության շրջափակումը։ Նշենք, որ հունիսի 18-ի գիշերը Իրանը եւ Միացյալ Նահանգները հերակակարգով ստորագրել են հուշագիր, որը նպատակ ունի դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը։ Հուշագրում սահմանվում է ժամանակացույց, թե երբ Միացյալ Նահանգները կվերացնի ծովային շրջափակումը եւ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Իրանը պարտավորվում է ձեռք չբերել միջուկային զենք եւ Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է լուծվի առանձին համաձայնագրով։ Կողմերն այս հարցի շուրջ բանակցություններ կվարեն 60 օրվա ընթացքում։ Թեհրանի համար արդյունքը ենթադրաբար կլինի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը սպասում է լիակատար հրադադարի Իսրայելի, Լիբանանի եւ շիական Հեզբոլահ կազմակերպության միջև։ Միացյալ Նահանգները հանձնառու է խաղաղությանը եւ մենք կոչ ենք անում Մերձավոր Արևելքի բոլոր բնակիչներին հարգել իրենց պարտավորությունները, որպեսզի մեր բանակցությունները հաջողությամբ առաջ շարժվեն, ասել է Թրամփը։ Իրանը 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում որևէ ծառայության համար վճար չի գանձի եւ կվճարի բոլոր ծախսերը, այս մասին հայտարարել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։ Նշվում է, որ Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնել ցանկացող բոլոր նավերը դեռևս պարտավոր են դիմումներ ներկայացնել Իրանի Պարսից ծոցի անվտանգության վարչություն, սակայն բոլոր դիմումները կմշակվեն անհապաղ։ Խորհուրդը հավելել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները Հորմուզի նեղուցն ականազերծելու համար, համաձայն Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագրի։ Նշվում է, որ հաշվի առնելով Հորմուզի նեղուցի ջրերում հատուկ պայմաններն ու որոշակի անվտանգության սպառնալիքների առկայությունը, նաև անվտանգ նավարկություն ապահովելու եւ ծովային վթարները կանխելու անհրաժեշտությունը, նավերը պետք է հետևեն իրենց նշանակված ժամանակացույցին եւ երթուղիներին, եւ դա աստիճանաբար կբարձրացնի թողունակությունը։ Եվրամիությունը կքննարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը, եթե պայմանները թույլ տան, իսկ դա կապված է Իրանի միջուկային դոսիեի եւ նավարկության ազատության հետ, այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Մենք Իրանի դեմ տարբեր պատժամիջոցներ ունենք նաեւ նավարկության ազատության սահմանափակման համար, հետեւաբար հենց որ պայմանները թույլ տան, անդամ պետությունները կքննարկեն պատժամիջոցների վերացումը, բայց մենք դեռ չենք հասել այդ կետին, ասել է Կայա Կալասը։ Մեծ Բրիտանիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի 150,000 անօդաչու թռչող սարքեր եւ 350 հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Կիևին տրամադրվող օգնության փաթեթը կներառի մասնավորապես մարտլետ թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռներ, LMM ATS-ներ եւ ցամաքային ռադարային համակարգեր։ Ուկրաինային տրամադրվող ընդհանուր օգնությունը կկազմի 752 միլիոն ֆունտ ստերլինգ, գրեթե $1 միլիարդ։ Փաթեթը Լոնդոնի կողմից 2024 թվականին հայտարարված 2.26 միլիարդ ֆունտ ստերլինգի վարկի մի մասն է։ Մեծ Բրիտանիան միջոցները ստանում է սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթից։ Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի հոբ համակարգ։ Հաղորդվում է, որ Բերլինը Ուկրաինային զենքի համար լրացուցիչ $400 միլիոն կտրամադրի։ Այդ գումարի կեսը կհատկացվի ամերիկյան զենքի գնման համար նախատեսված Pearl ծրագրի շրջանակում։ Բացի այդ, Բերլինը $200 միլիոն կհատկացնի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար կառավարվող հրթիռներ գնելու համար։ Ուկրաինական ուժերը Մոսկվայի վրա իրականացրել են իրենց պատմության մեջ ամենախոշոր ԱԹՍ-ների հարձակումը, որի ընթացքում խոցվել է ավելի քան 180 անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով լուրջ խափանումներ են տեղի ունեցել Մոսկվայի ենթակառուցվածքներում, անվտանգության նկատառումներից ելնելով Մոսկվայի Շերեմետովո, Վնուկովո, Դոմոդետովո եւ Ժուկովսկի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել են ավելի քան 500 չվերթներ։ Հարված է հասցվել Կապոտնյա շրջանում գտնվող Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանին, որի որոշ կայանքներ շարքից դուրս են եկել, վնասներ են գրանցվել նաև ենթակառուցվածքային այլ օբյեկտներում, այդ թվում Սադովոտ առևտրի կենտրոնում։ Նոր օդանավեր, խոշոր ներդրումներ եւ ավիացիոն ենթակառուցվածքների զարգացում։ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում Fly One Armenian ներկայացրել է իր ընդլայնված նավատորմը եւ պաշտոնապես ազդարարել Seal Technics տեխնիկական սպասարկման կենտրոնի բացումը։ Դիտեք այս մասին պատմող տեսանյութը, ցտեսություն։ Հայաստանի ավիացիոն ոլորտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։ Fly One Armenia ավիաընկերությունը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը, ընդլայնելով ավիապարկը, ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ ձևավորելով երկրի ավիացիոն ապագան։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում հանրությանը ներկայացվեցին Fly One Armenia-ի նավատորմը համալրած նոր Airbus A320 եւ Airbus A321 օդանավերը։ Օրվա ամենատպավորիչ պահերից մեկը Airbus A321-ի ցուցադրական թռիչքն էր, որն
ճանապարհն ուղեկցվեց ավիացիոն ավանդույթ դարձած ջրային կամարի հանդիսավոր արարողությամբ։ Պաշտոնապես ազդարարվեց նաև Սիլտեխնիկս ընկերության գործունեության մեկնարկը Եվրոպական ավիացիոն անվտանգության չափանիշներին համապատասխան ստեղծված տեխնիկական սպասարկման այս կենտրոնը Հայաստանում եզակի հարթակ է, որը հնարավորություն կտա սպասարկել ոչ միայն Fly1 Armenia-ի, այլև այլ ավիաընկերությունների օդանավերը, ներգրավելով տեղական եւ միջազգային մասնագետների փորձն ու գիտելիքները։ Ընկերությունը ունակ է սպասարկել Airbus 320 ընտանիքի բոլոր օդանավերին, հետևաբար օդանավերը կարևոր չէ, որ պարտադիր չէ, որ պետք է լինեն անպայման Fly1 Armenia ընկերությանը, բոլոր միջազգային գործընկերները, օպերատորները, որոնք որ վայրեջք են կատարում Հայաստանի Հանրապետության զվարթնոց օդանավակայանում, կարող են դիմել ապագայում, որպեսզի ստանան տեղ սպասարկում։ Միջոցառմանը ներկա էին պետական կառույցների, ավիացիոն ոլորտի եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը եւս մեկ անգամ ընդգծեց նախաձեռնության կարեւորությունը Հայաստանի համար։ Հայաստանի Հանրապետության ավիացիոն շուկայի ամենամեծ կազմակերպությունը Fly1-ն է։ Ուրախ եմ այսօր այստեղ գտնվել նաև նոր օդանավի դիմավորման առիթով։ Առհասարակ պարկի թարմացումը ավիաընկերության եւ մեր բոլորի համար առաջնահերթություն է, որովհետեւ այն հնարավորություն է տալիս եւ ավել ծավալի ուղևորներ սպասարկել եւ նաեւ ավելի անվտանգ թռիչքներ ունենալ։ Այս առիթով ես շնորհավորում եմ բոլորիս, որովհետեւ այս ուղղությամբ ցանկացած ներդրում կարևոր ներդրում է առհասարակ Հայաստանի ավիացիայի համար։ Fly1 Armenia-ի զարգացման ռազմավարությունը հիմնված է երկարաժամկետ եւ լայնածավալ ներդրումների վրա։ Ընկերության ներդրումային ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է $300 միլիոն։ Այս միջոցներն ուղղվելու են ավիապարկի ընդլայնմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սպասարկման որակի բարձրացմանն ու Հայաստանի ավիացիոն անկախության ամրապնդմանը։ Այս տարվա արդեն զբոսաշրջային ցուցանիշները վառ խոսում են այն մասին, որ մենք հիրավի ունենք նոր օդանավերի կարիք։ Միայն առաջին 5 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 825,000 մարդ, որը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ մոտավորապես 17% աճ է կազմում։ Նոր օդանավերի շահագործումը կնպաստի նաև երկրի տնտեսական ակտիվության աճին, զբոսաշրջության զարգացմանը եւ 300 նոր աշխատատեղերի ստեղծմանը։ 2026 թվականի ընթացքում Fly1 Armenia-ի սեփական օդանավերի թիվը կհասնի 11-ի, իսկ ընդհանուր շահագործվող օդանավերի քանակը 15-ի։ Այսօր մեզ համար առանձնահատուկ օր է։ Fly1 Armenia-ի նավատորմը համալրվեց եւս 2 օդանավով՝ A321 եւ A320 տիպի Airbus օդանավերով։ Այս համալրումը միայն օդանավերի համալրում չէ մեզ համար, այն առաջին հերթին խորհրդանշում է Fly1 Armenia-ի համոզվածությունը քաղաքավիացիայի ապագայի վերաբերյալ եւ հաստատում է մեր երկարաժամկետ ռազմավարությունը եւ արտացոլում է այն համոզմունքը, որ Հայաստանը մեծ հայտ է ներկայացրել տարածաշրջանում կարևորագույն ավիացիոն հանգույց վերածվելու վերաբերյալ։ Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած Airbus A321 եւ Airbus A320 օդանավերը ուղևորներին կապահովեն առավել հարմարավետ, անվտանգ եւ արդյունավետ թռիչքային փորձառություն, միաժամանակ ընդլայնելով ավիաընկերության միջազգային ուղղությունների ցանցը։ Fly1 Armenia-ն վստահ քայլերով շարունակում է իր ճանապարհը ներդրումներ կատարելով ոչ միայն սեփական զարգացման, այլև Հայաստանի ավիացիոն ոլորտի առաջընթացի, մրցունակության եւ տարածաշրջանային նշանակության ամրապնդման գործում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։